Ազգ հայոց թուրքը մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության, գալիս է Արարատյան երկրի վրա։ Մեր վերջին արյունին ծարավ թշնամին նաև 107 տարի առաջ էր գալիս քանդելու, քայքայելու մազից կախված մեր գոյությունը։ Հոգևոր առաջնորդի Գևորգ Սուրենյանցի այս խոսքերը համախմբվեցին զինվորականին ու կամավորին։ Պետականություն չունեցող ժողովուրդը համախմբվեց, միասնական էինք, հաղթեցինք։ Նախ եւ առաջ այստեղ բոլորի գիտակցության մեջ խնդիրն էր, որ սա վերջն է արդեն։ Եթե այստեղ չենք կանգնեցնում, չենք խնդիրը լուծում, ուրեմն ստացվում է, որ Արևմտյան Հայաստանի ճակատագիրն ենք կիսում։ Այս առումով շատ կարևոր է գիտակցումը։ Իսկական հերոսամարտ էր Բաշապարանում, Սարդարապատում ու Ղարաքիլիսայում պանթյուրքիզմ իրագործելու թուրքական անզուսպ նկրտումներին խանգարում էին եւ արևմտահայերը եւ արևելահայերը։ Նրանք նպատակ էին դրել, վճռել էին հասնել մինչեւ Թբիլիսի ու Բաքու, բայց արյունալի այդ մարտերում հայերն էլ վճռել էին չսողալ թշնամու առաջ։ Հայոց ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ 20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը իսկական փրկություն էր, հույս Արևմտյան Հայաստանի բախտակիցը չդառնալու։ Դժվարությունները շատ էին, թվում էին անհաղթահարելի, անհամաձայնություններն էլ անթիվ էին, բայց միասնականություն կար, պատմաբանն է ասում։ Շարունակում է մի բան, որ մեզ պակասում է հենց այսօր։ Համաժողովրդական միասնություն է, ով գլխավոր դժբախտությունը չխուսափենք այդ բառից, այս բառակցվածությունն է եւ փոխադարձ անհանդուրժողականությունը, որը պետք է ոչ թե մեր մեջ լիներ, այլ լիներ շնամու հագարագործի օտարի հանդեպ։ Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը վերցրեց Հայաստանը եւ այն հռչակեց խորհրդային հանրապետություն։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991-ին, բայց սա հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն էր։ Հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից եւ հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման։ Հայաստանի Հանրապետության ստեղծումը 1918-ին պատահականություն չէր, այն ընտրություն էր՝ թրքանալ թե հայ սերունդներ ունենալ։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։